իրանական կողմի համար էլ, հա, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում միշտ եղել է մրցակցային, որքան էլ իրենք ունեցել են այսպես բավականաչափ սերտ հարաբերություններ, անգամ առանձին հարցերում ներդաշնակ են խաղացել, դիցոկողմնակ, օրինակ, ասենք, թրիփ նախագծի մասով երկու երկրների շահերից էլ դա ըստեյության չի բխում։ Բայց իրանական կողմը շատ ավելի խելամիտ է գործել այս պարագայում։ Հիմա էլ կարծում եմ նույն տրամաբանությամբ են աշխատում, մանավանդ երբ որ Իրանը ունի Միացյալ Նահանգների հետ այս բային երկխոսություն եւ չի բացառվում, որ նրանք փորձեն որոշակի փուլում թրիփի հարցը, այսինքն իրանական կողմը դարձնել Միացյալ Նահանգների հետ սակարկության օրակարգի հարց։ Դրանով նրանք բնականաբար ոչ թե պետք է արդեն խոչընդոտեն Հայաստանին, այլ հակառակը պետք է աջակցեն Հայաստանին, բայց նախագծի հեռանկարը փորձեն քննարկման առարկա դարձնել նաև Իրան-Միացյալ հարաբերություններ այս երկխոսության։ Այսինքն շրջանակում իրենք էլ լինեն։ Այո։ Ինչը մեծ համար բնական է, չէ՞։ Բնական է եւ կարծում եմ դրական է։ Որովհետեւ եթե իրանական կողմը ամենակարևոր դերակատարներից է եւ հենց իրանական կողմ դիրքորոշումը այստեղ շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն նախագծի իրականացման, այլ ավելի լայն առումով ապաշրջափակման գործընթացը, որտեղ դա նշանակել է նաև Հայաստանի եւ Իրանի միջև ուղիղ երկաթգծի առկայություն։